կալանավորումների ֆոնին տեղեկություններ տարածվեց, որ քրեակատարողական հիմնարկում տեղ չկա։ Հիմնականում կալանավորված Երևանի եւ Արմավիր են։ Մենք ունենք լրակազմ, իրականում տեղ կա ու երեք նաև ամփոփել ենք քրեակատարողական ծառայության կիսամյակային աշխատանքը եւ դրական ցուցանիշներ ունենք այն տեսանկյունից, որ դատապարտյալների թիվը 150-ից 160-ով ավելին է, քան կալանավորների թիվը։ Ուզում եմ հիշեցնել, որ նախորդող 5 տարիների ընթացքում սա չի եղել, սա պատմական ցուցանիշ է, որ դրական է գնահատվում եւ ներպետական եւ միջազգային մակարդակում։ Տիկին Գայլյան, նաև մտահոգիչ է այն, որ 2025 թվականին բավականին մեծ ցուցանիշ էր, ինքնասպանության էին գնում կալանավորները, դատապարտյալները, 2025-ին ունեք օրինակ, որ ամփոփեցիք, ինչ մենք մահվան 3 դեպք ունենք, եթե չեմ սխալվում, որոնցից մեկը կենսաբանական մահ է, երկուսը ինքնասպանության դեպքեր են, մեծացել են ինքնասպանությունների կանխման դեպքերը, 27-28 դեպք, եթե չեմ սխալվում, ինքնասպանության փորձի եղել է, այսինքն փաստացի ինքնասպանությունները կանխվել են, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 10-ից 15 դեպքի մասին էր խոսքը ինքնասպանության փորձի։ Մենք փորձում ենք մեր ծառայությունը կազմակերպել այնպես, որ շատ ավելի զգոն եւ ուշադիր լինենք, չնայած միշտ էլ այդպես է եղել, բայց փորձում ենք ավելի կարիքահեն գործունեություն իրականացնել, միտված անձի կարիքների ու անհատական դրսևորումների գնահատմանը ու մեր նաև աշխատանքի արդյունքն է ինչ-որ առումով, բայց ինչ-որ առումով էլ իրականում գուցե եւ օբյեկտիվ իրականությունը շատ հաճախ մեր աշխատանքի հետ կապ չունենա, եթե խոսքը վերաբերում է հատկապես կենսաբանական մահերին, որոնք պայմանավորված են առողջության առանձնահատկություններով եւ որոշ դեպքերում նաեւ ինքնասպանությունների դեպքեր։ Ազատումներ լինում են, թե ոչ ներողությունով խնդրում ես հասնել պետերի ազատումներ։ Այս պահին դեռ նմանատիպ որոշումներ չունեն։ Բավականին ամփոփման ժամանակ ասում եք բարեկամ, ծանոթ, ես հատուկ նայել եմ ձեր ամփոփումը։ Խիստ էի ոչ միայն այդ ժամանակ, իրական խստության մասին չի խոսքը մոտեցումների մասին է եւ ի սկզբանե կարծում եմ, որ այդ մոտեցումներին բոլորը քաջածանոթ են եղել եւ ուղղակի իմ պարտքն է ամեն անգամ վերահաստատել այդ մոտեցումները եւ գալ այն ընկալման, որ մենք բոլորս բոլոր աշխատակիցներով գտնվում ենք նույն ալիքի վրա, այսպես ասած։ Արդի քրեակատարողական հիմնարկից դատապարտյալը հազանգել էր 24 նույնին, նշում է, որ ապօրինի է դատապարտվել, հակակոռուպցիոն դատարանի դատավորին է վկայակոչում եւ նաեւ նշել էր, որ ներողություն է խնդրում իհարկե իր երեխաներից եւ ծնողից, բայց ստիպված է ծայրահեղ քայլի դիմելու։ Դուք արդյոք հետաքրքրվել եք այս դեպքով տեղյակ եք։ Կոնկրետ դեպքի մասին չեմ կարող ասել, իմ անձնական տեղեկացվածության հետ կապված, բայց վստահաբար կարող եմ ասել, որ քրեակատարողական ծառայության աշխատակիցները յուրաքանչյուր դեպքում արձագանքում են։ Իրականում հացադուլների, ինքնավնասումների եւ ինքնասպանության փորձերի մեծ մասը, եթե հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին չէ խոսքը, իսկ այդպիսիք իրականում կան, կապված են հենց քրեական գործից, կալանքից, դժգոհության հետ։ Դա կանոնն է, դրանից լինում են բացառիկ շեղումներ, այսինքն շատ հացադուլի դեպք։ Արտիքի պետը չի ազատվել, իր լիազորություններն են կասեցվել, քանի որ ծառայողական քննության արդյունքում որոշվել է նրան նկատողություն հայտնել։ Մանրամասնեք մի փոքր իմանանք։ Չեմ կարող ձեզ բացահայտել ծառայողական քննությունների մանրամասները, բայց կան վարքագծային կանոնների խախտումներ, որոնք բերել են եզրահանգման առ այն, որ վերջինիս լիազորությունները պետք է կասեցվեն։ Եվ վերջին հարցը վարչապետն ասաց, որ հրաժարական ենք տալիս, ըստ էության նաև երկու պաշտոնյաների, պաշտպանության նախարարի եւ Արփինե Սարգսյանի մասով նշեց, որ իրենք վերանշանակվելու են։ Ձեզ ինչ ճակատագիր է սպասվում։ Ապրենք, տեսնենք առաջարկում։ Եվ ձեր թիմակցի եղբոր կողմից, եղբորը նաև ծեծելու դրվագի վերաբերյալ եւ իր կողմից թույլ տված վարքի վերաբերյալ դուք ինչ գնահատական ունեք։ Ես որևէ գնահատական տվող չեմ, գնահատականները տալիս են իրավապահ մարմինները եւ դատարանները, ես առաջարկում եմ սպասել իրենց գնահատականներին։